Բարև ձեզ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում այսօր հյուրընկալել եմ քաղաքագետ, Հանրապետություն կուսակցության կողմից վաղարշաբաթ խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանին, մեզ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ ուղիղ հեռախոսազանգերի միջոցով դուք ունեք հնարավորություն զանգահարելու եւ հարցեր ուղղելու մեր հյուրին, մենք զանգերին կպատասխանենք առաջին գովազդային դադարից հետո, պարոն Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ եմ այս ձևաչափով հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ես սովորաբար ձեզ ներկայացնում եմ որպես քաղաքագետ, բայց այս անգամ դուք արդեն հանդես եք գալիս որպես վաղարշաբաթ խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու, հասցրել եք հարցազրույցներ տալ եւ ասել, որ թույլ չեք տալու վաղարշաբաթը դարձնել Գյումրի 2։ Ես կխնդրեմ նախ ձեր որոշումը ինչպես կայացրեցիք, որ պետք է հանդես գաք որպես քաղաքապետի թեկնածու եւ ինչ է նշանակում թույլ չտալ վաղարշաբաթը դարձնել Գյումրի 2։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ կարծում եմ գոնե ես վաղարշաբաթում իրավունք ունեմ իբրև վաղարշաբաթի քաղաքացի բոլոր առումներով այդ իրավունքն ունեմ այսպիսի որոշում կայացնելու ինչու։ Նախ որովհետև տարիներ շարունակ իմ ուշադրության կենտրոնում եմ պահել քաղաքապետերի կատարած աշխատանքը եւ չկատարած աշխատանքը, չարաշահումները վեր եմ հանել, դրա մասին մամուլում բազմաթիվ այդպիսի վկայություններ կան, այն ուժերը, ովքեր հանդես են գալիս ընդդիմությունի տարբերություն ինձ, աշխատել են ընդդիմություն, հենց իշխող քաղաքական ուժի ձեռքի տակ Էջմիածնի քաղաքապետարանում եւ այդ առումով վաղարշաբաթի բնակիչը ոչ մի այսպես շոշափելի արդյունք իր կյանքում չի գրանցել։ Չինովնիկները եկել են, հարստացել են իրենց հաշվին, հարստացել են քաղաքի հաշվին, աշխատանքը ի պաշտոնը այն ինչ որ դրված է իրենց ուսերին կատարել են թերի, որևէ մեկը հաշվետու չի եղել քաղաքացու առաջ ու գնացել են։ Որոշումը կայացրել եմ իրականում բավականին երկար մտածելուց հետո, Գյումրու տարբերակը իմ աչքում տեսնելով, գիտեք 5-րդ շարասյուն այս ընտրությունները բնավ, ինչպես Գյումրու ընտրությունները, բնավ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն չի կարելի դիտարկել։ Տեսեք Գյումրիում ընտրությունները տեղի ունեցան եւ ընտրություններից անմիջապես հետո այդ հավաքական ընդդիմության, ճակերտավոր ընդդիմության սիմվոլիկա հանդես եկող ինքնահռչակ Վարդանիկը կամ Վարդան Ղուկասյանը ինչ օրակարգ բերեց առաջ։ Միութենական պետության մաս կազմել Բելարուսի օրինակով, կոմունիստական կուսակցությունով առաջադրվել, Ռուսաստանի Դաշնության ոտքերի տակ մատաղ լինել։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է մի բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ տարվում է հիբրիդային պատերազմ եւ այդ պատերազմի գործիքների պակաս բնավ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի չկա ու խնդիր է դրված քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ վերցնել ռուսահապատակների կողմից եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը գուբերնիա դարձնել, միութենական պետության մաս դարձնել, միության մաս դարձնել։ Հիմա իրենց որ հարցնեք, այնպես կփաթեթավորեն այդ ամեն ինչը։ Վերջերս Ռոբերտ Քոչարյանը անամոթաբար օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր փաթեթավորում իբրև հաղթական փաստաթուղթ, ցանկալի փաստաթուղթ, երազանքների փաստաթուղթ, Պուտինի կողմից գրված փաստաթուղթ։ Եթե այդպես դիտարկենք, այո, իրենք փաթեթավորեն դա այնպես, ինչպես իրենց է հարմար։ Դա կարող են փաթեթավորել վաղարշաբաթում ներդրումների ապահովման, ինչ-որ շռնդալից ծրագրերի ներկայացմամբ, դա կարող են ապահովել եկեղեցու պաշտպանության քողի տակ հանդես գալով, դա կարող են անել եկեղեցու գմբեթի հետևում թաքնվելով, հոգևորականի վեղարի տակի վերջո թաքնվելով։ Եվ նպատակը մեկն է ի վերջո։ Վաղարշաբաթը դարձնել Գյումրի 2, նպատակը մեկն է ապահովել կոնսենսուս -1 այդ ձևաչափը, այդ բանաձևը կիրառել նաև վաղարշաբաթում ու նաև 26 թվականին ամբողջական իշխանափոխության հասնել։
Բայց Իսկ թե ընտրություններն ինչ են տալիս կլինի այդ մեր հնարավորությունը, պետության չէ, հետ, պարոն Մկրտչյան, այսինքն ընտրությունների արդյունքում, եթե քաղաքացին գնում է եւ ընտրում է ուժերի, որոնք հետո կարող են միավորվել եւ իրենք բոլորին առավել եւս գաղափարական առումով միավորում է Ռուսաստանի շահերը սպասարկելը, հիմա այստեղ ինչպես վարվել։ Մենք Իսկ եթե ես ժողովրդավար ձեզ ասեմ, պետություն ենք եւ ընտրություններով ենք որևէ փորձելու մեկը այստեղ հարցերը լուծել։ ընտրություններից դուրս տարբերակ չի դիտարկում, այդ թվում եւ առաջին հերթին ես եւ դրա համար է որ կայացրել եմ որոշում ընտրությունների միջոցով իրադարձությունների վրա իմ ազդեցությունը թողնել։ Հիմա իսկ ներողություն, իսկ եթե ես ձեզ ասեմ, որ մեր հայրենակիցներին խաբում են, որ իրենք Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն չեն, իսկ եթե ես ձեզ ասեմ, որ մեր հայրենակիցներին խաբում են, որ իրենք իրավամբ եկեղեցու պաշտպան են, լավ, օրինակ բերեմ։ Ձեզ համար ո՞նց է, որ կա շրջանակ, անունը չեմ տա այս փուլում, անուններ չեմ տա, բայց վստահաբար ընթացքում իստում է փակագծերը ես կբացեմ։ Կա շրջանակ, որ քաղաքում պատտվում է նախընտրական բրոշուրով, մարդկանց ուղղում են տարօրինակ, երբեմն իրականությունից կտրված, երբեմն խելագարության աստիճանի ցնդաբանության հասնող հարցեր, այ օրինակ, իսկ դուք քրիստոնյա եք։ Պատասխանում ասում այո քրիստոնյա եմ։ Իսկ դուք հավատում եք Աստծուն։ Մարդ ասում դու ապուշ չես, եղբայր ներողություն իհարկե։ Իհարկե հավատում եմ Աստծուն։ Իսկ դուք եկեղեցուն ինչպես եք վերաբերվում։ Շատ լավ, եկեղեցին Աստծո տունն է եւ մենք բոլորս հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք եւ ստորագրեք այս բրոշուրի վրա։ Սա ի՞նչ է նշանակում։ Ինչ է նշանակում։ Սա հերթական անգամ փորձ է հայ առաքելական եկեղեցին, իբրև ինստիտուտ, ներքաշելու քաղաքական պրոցեսների մեջ։ Եթե ոմանք շփոթել են, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքում տիմ ընտրություններ չեն, եպիսկոպոսի, արքեպիսկոպոսի ընտրություններ են, պետք է իրանց ուշադրությունը հրավիրել այս ամեն ինչի վրա ու բացատրել, որ եղբայր սա վաղարշաբաթ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի քաղաքական բառընդգծում եմ, ընտրություններ են։ Իսկ ուժեր կան, որ հիմա հայ առաքելական եկեղեցու թիկունքում թաքնված, հայ առաքելական եկեղեցու սպասավորների վեղարի տակ թաքնված, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների են մասնակցում։ Եթե ոմանք մտածում են, խաղադրույքը կատարել են դրա վրա, որ ես քաղաքացի Հարություն Մկրտչյանս, հավատացյալ Հարություն Մկրտչյանս, հայ առաքելական եկեղեցու հետևորդ Հարություն Մկրտչյանս, տեսակետների փոփոխություն ա կրել իմ մոտ, Կտրիչ Ներսիսյանի վերաբերյալ իմ դիրքորոշման մեջ, չարաչար սխալվում են։ Բայց խոսակցությունը սրա մասին չի, գոնե թե այս փուլում։ Ես առիթից օգտվելով մի փոքր ձեր թույլտվությամբ շեղվեցի։ Այո, իմ հարցը այն մասին է, պարոն Մկրտչյան, իշխանությունը այդ պատկերը, որ դուք նկարագրեցիք, սա չի նշանակում, որ իշխանությունը թերացել է, այդտեղ խնդիրներ կան, որոնք պետք է լինեին գործող իշխանության կամ համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում։ Այսինքն ամեն դեպքում, եթե դուք հայտարարում եք, որ այս երկրում իրավիճակ է փոխվելու ընտրություններով, ուրեմն պետք է ապահովել համապատասխան մթնոլորտ, լինի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համայնքներում, թե համընդհանուր հանրապետությունում։ Դե գիտեք, իշխանությունը այսպես լայն վերցրած, ես այդպիսի գնահատական չէի տա ինչու, որովհետև արդեն իսկ բացված է այդ դիսկուրսը պետություն եկեղեցի հարաբերությունների, եկեղեցական պետական պաշտոնյա հարաբերությունների եւ այդ գիծը վաղուց այլևս Մայրաթոր Սուրբ Էջմիածնի որոշ սպասավորների կողմից այդ կարմիր գիծը հատված է։ Դրա մասին է այս խոսակցությունը։ Այ խնդիրներ կան, այդ խնդիրները ի վերջո խնդիրների արդյունք է, որ մենք գնում ենք վաղարշաբաթում արտահերթ ընտրությունների, իհարկե կան։ Ով է այդ խնդիրների մասին վաղարշաբաթ խոշորացված համայնքում բարձրաձայնել, եթե ոչ ես։ Սա անկեղծ եմ ասում, ես սա գլուխ գովալ ժողովրդական լեզվով ասած թող չլինի, բայց որևէ մեկին թող մատնացույց անեն, որևէ ընդդիմադիր ավականու անդամի, ով աշխատել է վաղարշաբաթ խոշորացված համայնքի ավականու կազմում, որևէ մեկին թող մատնացույց անեն, ով որ խոսել է համայնքի օտարված հողերի մասին, քաղաքապետի վարք ու դիրքի մասին,
ըմբոստացել է, դեմ է գնացել, ընդդիմություն է ներկայացել, մեկն ու մեկը թող ցույց տան, մատնացույց անեն։ Ես ձեզ ասեմ ավելին, քարոզարշավի ընթացքում ես դեռ ոմանց կհիշեցնեմ, թե ով է Արբանյակ ուժը, որովհետև կա Ռոբերտ Քոչարյանի մի Արբանյակ վաղարշաբաթ խոշորացված համայնքում, ով Արբանյակներ է փնտրում վաղարշաբաթում։ Ես դեռ իրեն կհիշեցնեմ, թե ժամանակին ում Արբանյակներ, հիմա ում Արբանյակն է եւ թե ինչի է վաղարշաբաթ խոշորացված համայնքում մարդկանց խափում։ Իսկ այն որ ինքը խափում է, լինելով Ռոբերտ Քոչարյանի տեխնացու ներկայանալով այլ ընտրանք չգիտես ինչ, այն որ ինքը խափում է, որ ընդդիմադիր այդտեղ էլա խափում, նախորդ իր քվեարկությունները հավաքանու կազմում վկայությունը կլինի, երբ որ փաստերով կհրապարակվի։ Ունենք այնինչ ունենք։ Ես այս этаպում իշխանությունը իհարկե տիրապետում է իրավիճակին, իշխանությունը իհարկե գիտի, որ այդ գիծը խզված է։ Բայց ամեն դեպքում մեր հայրենակիցների իմաստության վրա եմ ես ապավինում։ Ինչի՞ եմ ես այս թեման բարձրաձայնում, որովհետև ես ապավինում եմ մեր հայրենակիցների իմաստության վրա։ Ողջ այս նախապատրաստական շրջանում ես կարող եմ մի բան վստահ ասել, որ ի տարբերություն մյուս բոլոր տեխնացուների, ես քաղաքի անուշ ապերների հետ ներողություն այս բառաֆոնդը ձեր տաղավար բերելու համար, բայց մեր հայրենակիցներին շատ ավելի հասանելի լեզվով խոսելու համար։ Որևէ այսպես թաղային հեղինակության, լավ աղբոր, քավորի տղու, չգիտեմ մորքուրի տղու, քավոր սանիկ բարեկամական կապի միջոցով հանդիպում, այս ընթացքում վաղարշաբաթ խոշորացված համայնքում չեմ ունեցել եւ չեմ պատրաստվում ունենալ ձայներ ապահովելու նպատակով։ Եվ այս առումով ես կարող եմ վստահ ասել, որ քաղաքի լավ տղեկի գրպանային քաղաքապետը չեմ ներկայանում ես։ Չունեմ ոչ մեկի առաջ տրված անպագորգոր խոստումներ ի տարբերություն մյուս տեխնացուների, հիմա ես որ ասում եմ ի տարբերություն մյուս տեխնացուների, վստահաբար էկրաններից այն կողմ մեր հայրենակիցները, մյուս տեխնացուների այդ չակերտավոր կողմնակիցները իրենք իրենց մեջ քիչ թե շատ, եթե վերլուծական ջիղը իրենց մեջ սպառված ու ավարտված չէ, իրենք իրենց մեջ կվերլուծեն ու կհասկանան, թե ես ինչ եմ ասում։ Պարոն Մկրտչյան, ռեսուրսների սահմանափակումից չդժգոհեցիք, այնինչ մենք շատ ենք լսում այլընտրանքային հանդես եկող ուժերի կողմից, երբ հարց ենք տալիս, որ ինչպես են պատկերացնում նախընտրական այս շրջանը 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ասում են, որ ի տարբերություն իշխանական եւ ընդդիմադիր շրջանակների մեր ձայնը այդպես լայն հասանելիություն չունի, որովհետեւ չունենք ռեսուրսներ, լինի ֆինանսական, լինի տեղեկատվական, մեդիա դաշտը ամբողջությամբ բևեռացված է իշխանության եւ ընդդիմադիրների միջև, դուք այս առումով կարծես թե դժգոհություն չհայտնեցիք, խնդիրներ չկան այս առումով։ Ես իրականում ինձ կոմֆորտ զոնայում եմ զգում, ես այս առումով խնդիր չունեմ իբրև տեխնացու, թող մտածի Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն, որ 3-4 նախադասություն կազմելուց հետո չստանա որևէ այսպես որևէ ուղղությամբ ինչ-որ զեղում, թող այս ուղղությամբ մտածի իշխանական տեխնացուն, մյուսը, ես այս առումով խնդիր չեմ տեսնում։ Ես իրականում իզուր չասեցի, որ ապավինում եմ մեր հայրենակիցների իմաստությանը, ինչ առումով, ես շփվելու եմ մեր հայրենակիցների հետ, թե այս ձևաչափով ձեր իհարկե թույլտվությամբ եւ հրավերների արկայության պարագայում, թե նաեւ այլ ձևաչափերի կիրառման արդյունքում ես անընդհատ շփվելու եմ մեր հայրենակիցների հետ, ես ապավինելու եմ նրանց իմաստությանը, որ ի վերջո պետքա դուրս գանք այդ շրջափուլից։ Պետքա դուրս գանք այդ շրջափուլից եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ոչ թե վերածենք թայֆայական ինչ-որ խրախճանքի, ծանոթ բարեկամի քավոր սանիկի կիրառման, այդ ինստիտուտի կիրառման, հա, այլ ընդհակառակը պետքա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լինեն մաքսիմալ քաղաքականացված։ Տեսեք, ես մի բան կարող եմ ասել այս փուլից։ Քաղաքի կանաչապատման, բարեկարգման, ճարտարապետական դիմագծի պահպանման,
Առհասարակ համայնքապետի պարտականությունների կատարման ողջ այդ փաթեթը համայնքապետի պարտականությունն է, ուղիղ, որևէ տեխնացու, սկսած ինձանից, թող մեր հայրենակիցներին չփորձի դա վաճառել իբրև ձեռքբերում, վայ, դե կներեք էլի, ես գալիս եմ ներկայանում եմ քաղաքապետի տեխնացու եւ ես խոստանում եմ լուծել աղբանության խնդիրը։ Արի ճակատդ պաչենք, որ դու խոստանում ես լուծես աղբանության խնդիրը, դա քո պարտականությունն է եւ այն պահին, երբ որ դու կշեղվես քո ուղուց, համայնքի բնակիչներն ազատ պետք է լինեն, քեզ ուղղակի դուրս հրավիրելու քո աշխատասենյակից։ Դա պարտականություն է։ Սա դնենք մի կողմ, քաղաքի ասֆալտը, մանկապարտեզների խնդիրը, լուսավորության խնդիրը, բոլոր խնդիրներից տեղյակ եմ այդ քաղաքում ծնվել եմ, ապրել եմ, ապրում եմ։ Դա չի։ Տեխնացուների մեջ մենք պետք է հասկանանք, ով ինչ գաղափարական կողմնորոշում ունի Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ էտապում։ Ի վերջո քաղաքապետը ընտրվում է 5 տարվա աշխատանքային ժամկետով եւ 78,000 ընտրող ունեցող համայնքի մասին է խոսքը։ Ինչ դիրքորոշում ունեն այս մարդիկ։ Օրինակ պատրաստում են վաղար շաբաթը դարձնել Մարսել Վենետիկ, թե Սախալին կամ Կամչատկա կամ չգիտեմ Մագադան օրինակի համար։ Սա շատ կարևոր է։ Իրանք Վարդանիկին էին ոնց որ կար շրջան, որ աջակցում էին, հիմա իրանք թող Վարդանիկին պատասխանեն ի վերջո, թերքը հպատակ շանտաղա են, թե միութենական պետության կողմնակից։ Սրանք հարցեր են, որ պետք է ուղղել, սրանք օրինակ մի պետք է պատասխանել այդ քաղաքական հայրիկը, որ ներկայացրել է Իրան վաղարշապատում տեխնացու։ Բոլոր տեխնացուներին այս փուլից ասում եմ, անձնապես որևէ մեկի հետ խնդիր չկա։ Նրանց ներկայացրած քաղաքական ուժերի հետ լիքը խնդիր կա, լիքը հարց կա, որ բարձրաձայնելու եմ, որ տալու եմ։ Օրինակ Թևանյան Անդրանիկ կա, մեղմ արտահայտվեմ, ժողովուրդը այլ պիտակավորում ունի նրա համար, նրան շատ սազական։ Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաընկերություններից առավոտից երեկո Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք է տալիս։ Գյումրիում Վարդանիկ է կոմունիստ պաշտպանում։ Երևանը փորձում էր ռուսահպատակ իր մյուս գործընկերների հետ իշխանությունը վերցնել Երևանում։ Հիմա մասնակցություն ունի վաղարշապատում։ Պետքա պատասխանի այս մարդը մեզ հիմա առհասարակ Հայաստանի Հանրապետության ապագան ում ոտքերի տակ մատաղ արած է պատկերացնում։ Վստահաբար իրենց դեպքում Պուտինի ոտքերի տակ մատաղ արած են։ Շատ լավ, պարոն Մկրտչյան, այս թեմայի հետ կապված մեկ հարց եւս։ Եթե Մայր Հայաստանի տեխնացուի հետ կապված կարող ենք այդպիսի պնդում անել, թե ինչպիսի որտեղ են պատկերացնում Հայաստանը, ինձ հետաքրքիր է ամեն դեպքում շատ քննարկվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարում է համագործակցության մասին հենց վաղարշապատ համայնքում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի կուսակցության հետ, դրանից հետո էլ ասում է կդիտարկենք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն, այսինքն եթե վաղարշապատում համագործակցությունը ստացվի, ենթադրվում է, որ կշարունակվի։ Հիմա նրանք ոմանց համար տարօրինակ էր Բաբայանի աջակցությունը Արթուր Վանեցյանին, ոմանց համար սպասելի։ Հիմա դուք ինչ դիտարկումներ կանեք, իրենք ինչ կարող են պատկերացնել Հայաստանի համար, իրենց տեխնիկա։ Ես կարծում եմ իրենք զուտ լուծում են մի խնդիր, վաղարշապատում լուծել մինիմալ անցողիկ շեմի խնդիրը, ունենալ ճակերտավոր X անվանմամբ, եթե ես չգիտեմ իրենք դաշինքով են հիմա մասնակցում, թե առանձին կուսակցության ցուցակով ունենան ֆրակցիա վաղարշապատում եւ դա իբրև հաջողված համագործակցության մոդել կիրառեն նաեւ 2026 թվականի ընտրությունների ժամանակ։ Թե ինչի է Սամվել Բաբայանը գնացել միացել Վանեցյանին, դրան կպատասխանի կարծում եմ Սամվել Բաբայանը։ Ինչ անցյալ հետագիծ ունի Վանեցյանը, դրան կպատասխանի մեր հայրենակիցը։ Կռիմ նաշ թե վաշ, էլի երևի թե դիմեք Վանեցյանին, Վանեցյանը կասի կռիմ նաշ, իլի վաշ։ Սա իբրև ես իրականում չեմ ուզում անդրադառնալ, որովհետև
նախ թող մասնակցեն ընտրություններին, տեսնենք ինչ արդյունք կգրանցեն։ Նախ թող ամեն մեկը իր մասով նախկինում կատարած իր աշխատանքների վերաբերյալ ծագած հարցերին պատասխանի։ Սկսած Սամվել Բաբայանից վերջացրած Վանեցյանով։ Նոր կհասկանանք, առհասարակ իրենք ունեն հանրության շրջանում այդքան հեղինակություն, որ դեռ մի բան էլ մենք տնենք իրենց քննարկենք, հավելյալ կշիռ հաղորդենք, չգիտեմ։ Շատ թող լավ։ ներկայանան։ Մենք արդեն ունենք հեռախոսազանգեր, պարոն Մկրտչյան, բայց ինչպես խոստացել էի հարգելի հեռուստադիտողներ, մենք զանգերին կպատասխանենք գովազդային դադարից հետո, այս պահին մեր եթերում գովազդ է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ուղիղ եթերում Նոյան տապանը շարունակում է իր աշխատանքը, ես հիշեցնեմ, որ զրուցում եմ քաղաքագետ, Հանրապետություն կուսակցության կողմից վաղ շաբաթ խոշորացված համայնքում քաղաքապետի տեխնացու Հարություն Մկրտչյանի հետ։ Պարոն Մկրտչյան, ունենք հեռախոսազանգ, պատասխանենք, ինչպես խոստացել էի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, գեղեցկու, ինչպես եք։ Լավ, շնորհակալ ենք, հարգելի հեռուստադիտող, կխնդրեմ ձեր հարցը ձևակերպեք։ Okay, ես իմ հարցս մի հատ հարց ունեմ, որ մի քիչ կարող է մի քիչ բան ունենամ, ասա շատ հետաքրքիր մի բան պիտի ասեմ։ Ես օրինակ Փաշինյանը եւ Քոչարյանը իրար հետ խորտ եղբայրներ են։ Իրանք խորտ եղբայրներ են եւ իրար հետ համաձայնված են, որ ով պետքա մեկը մեկին պետքա պաստա։ Հիմա երկրորդը լսում եք։ Այո, լսում ենք, իհարկե լսում ենք։ Հիմա ես մի հատ հարց ունեմ մեր ուղին։ Ասեք։ Ինքը շատ խելացի ազնվորություն է։ Հիմա տոլմեն այնքան են եպել, որ թուփը, միսը, բրինձը խառնվել է իրար։ Բարեկամ, պետքա էսի ջոգնվի։
թուփը գնա ուրիշ տեղ, միսը գնա ուրիշ տեղ, բրինձը ուրիշ տեղ, բայց այնքանը խառնվ է։ Հետո մի բան եմ ուզում ասեմ, այս Քոչարյանն ու Փաշինյանը իրար հետ խորտ աղբերներ են։ Մեկը մեկին պաս պետք է տա։ Շատ լավ։ Հարցը հետևյալն է, պարոն Մկրտչյան, դուք կիսում եք մեր հեռուստադիտողի տպավորությունը, որ նրանք համագործակցում են, իդեպ միայն հեռուստադիտողի մոտ չէ այդ տպավորությունը, մեր ներքաղաքական վերլուծական դաշտում էլ ասում են, որ 2021 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները նույն կերպ կրկնվելու են, որովհետև Նիկոլ Փաշինյանը չէր վերընտրվի, եթե հարթակում չհայտնվեր Քոչարյանը։ Հիմա նույն սցենարը այս երկու ուժերը համագործակցելով կրկնում են։ Դուք ինչ կասեք։ Այն որ Նիկոլ Փաշինյանի դիրքերը շատ լրջագույնս կթուլանային, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունով քաղաքական դիակից, քաղաքական գործոնի վերածված գործիչը, դա փաստ է։ Այն որ Նիկոլ Փաշինյանի համար հարմար ընդդիմություն է Ռոբերտ Քոչարյանը, դա էլ է փաստ։ Այն որ Նիկոլ Փաշինյանը մեզ խոսք էր տվել քաղաքական առումով Քոչարյանի մեհիդը փռել ժամանակին 2021 թվականի ընտրություններին, կարծում եմ դա էլ է փաստ։ Այն որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պարբերաբար ոչինչ չասող հարցազրույցներով հանդես գալ եւ ազատության մեջ տեղ լինել, դա էլ է փաստ։ Հիմա ինչպես մարտի 1-ի համար անգամ չի զղջում եւ շարունակում է իր ավանակը քշել առաջ, հա, ժողովրդական լեզվով ասած։ Ես գիտեք, խորտ եղբայրներ այդ ձևակերպումը եթե քաղաքական առումով դիտարկենք, մեկը մյուսին գուցե սպասարկում են։ Դա կարող ենք ասել, որ մի սենյակում նստել պայմանավորվել քննարկել են, դրա արդյունքում են եկել եւ այդ գործողություններն իրականացնում։ Ես չեմ կարծում։ Դա կարող են անել լռելային, ուղղակի հայացքով, գործողություններով մեկը մյուսին հասկանալ եւ մեկը մյուսին սպասարկել։ Այն որ մեկը մյուսին իրավամբ սպասարկում են, դա նորմալ է։ Այն որ Ռոբերտ Քոչարյանի զզվում նողկումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ դրանից դրդված ինչու ոչ նաև ընտրությունա կատարում դեպի Փաշինյան, դա էլ է փաստ։ Իսկ զատումը քաղաքացու հարցը ասում է խառնված են, ինչպես զատել այս ամենը։ Այսինքն որ ամեն մեկը գտնվի իր տեղում։ Հիմա սա կարծում եմ ավելի շատ իշխանության պատասխանատվության տիրույթում գտնվող հարց է, ես իզուր չասեցի Նիկոլ Փաշինյանը մեզ խոստացել է Քոչարյանի քաղաքական մեհիդը փռել։ Մարտի 1-ը ասում էր բացահայտված է, հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել էր ու այսպես շարունակ։ Դե քանի որ իշխանությունը չի պատասխանում այդ հարցերին, քաղաքացիները ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում սկսում են փնտրել նոր ուժերի, այլընտրանքային ուժերի, նրանց ապավիներ։ Այլընտրանք տարբեր հարթակներում ենք ներկայանում ենք, մեր հայրենակիցներից վստահության քվ ենք խնդրում, այդպիսի մի նախաձեռնություններ այլընտրանքային իշխանությունից դուրս Եվրաքվեի նախաձեռնությունը, որը պարտադրեց իշխանությանը գնալ եւ խորհրդարանում ընդունել քաղաքացիական այդ նախաձեռնությունը եւ օրենքի ուժ տալ։ Թիմ մակարդակում ենք մենք ընտրությունների մասնակցում, համապետական մակարդակում կմասնակցենք ընտրությունների հստակ խոստումներով, որ այդ բալանսավորման լոլոները մի կողմ դրած հապկից դուրս ենք գալիս, թե մնում ենք։ ԵԱՏՄ-ում շարունակում ենք մնալ ԵՄ ձգտել, թե իրականում ԵԱՏՄ-ն ուղարկում ենք գրողի ծոցու դեպի ԵՄ հստակ գործողություններ ու քայլեր ենք իրականացնում, սա պետքա որոշի մեր քաղաքացին։ Գիտեք, հիմա Ռոբերտ Քոչարյանին էլ է մեր քաղաքացին ընտրում ցավոք սրտի։ Նիկոլ Փաշինյանին էլ է մեր քաղաքացին ընտրում։ Ռոբերտ Քոչարյանին ինչու են ընտրում, պարոն Մկրտչյան, ինչ եք կարծում, որ ձեռքբերման համար։ Ֆենոմենալ մի իրավիճակի հետ մենք գործ ունենք, Ռոբերտ Քոչարյանին երբեք Ռոբերտ Քոչարյանին չեն ընտրել իբրև հանրապետության ղեկավար, սա ֆիքսենք։ Լավ, քաղաքական ուժի իբրև ընդդիմություն 2021 թվականին հետ պատերազմյան Հայաստանի Հանրապետությունում մարդկանց էմոցիաների, հույզերի, արյան, բայրակթարների տեսարաններ բեմադրելու արդյունքում Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց մեր հայրենակիցների քվեն կորզել, գողանալ, խաբել, քցել իր իսկ ընտրողներին։ Հիմա 2026-ի ընտրությունները կլինի, կտեսնենք Քոչարյանն առհասարակ ընտրող ունի, թե վերադարձել է քաղաքական դիակ հայտնի իր կարգավիճակին։
Ես կասկածում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա ձայն ունի, բայց այո 2021-ին ընտրել է մեր քաղաքացին, մեր հայրենակիցները ընտրել, բերել ու այս պատուհասին իբրև ընդդիմություն մեր պարանոցին են փաթաթել։ Զանգ ունենք, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում էի պարոն Մկրտչյանը, չէ՞ ինքը։ Այո։ Այո, այդ Մկրտչյանի հետ խոսայի ու ասեի, որ ինչ եմ ուզում։ Ես պարոն Մկրտչյանի բոլոր ելույթները լսել եմ, որոնք իրանք խոսացել են ու երբ որ շատ լավ լուսաբաները ամեն ինչը ինձ թվում է, որ եթե ինքը կարողացավ Արմավիրի բանի ինչա Էջմիածնի քաղաքապետը դառնալը, ես վստահ եմ, որ ամեն ինչ կփոխվի, ամեն ինչ կգնի իր տեղը։ Շնորհակալ ենք։ Իսկ հարցը ո՞րն էր, հարգելի հեռուստադիտող, հարց ունեիք, պարոն Մկրտչյան։ Իմ հարցը մի բան էր, որ արդյոք դուք իսկականից մտադիր եք ու զինված եք ամեն ինչով, որ մեզ ուրախացնեք, թե ոչ։ Ռեսուրսների մասին ամեն դեպքում, պարոն Մկրտչյան։ Մտադիր եմ վաղաշաբաթում 50+1 արդյունք գրանցել, մասնակցում եմ ընտրություններին միանշանակ հաղթելու համար, մասնակցում եմ ընտրություններին Գյումրի 2 թույլ չտալու եւ այդ Կիրիենկոյի կողմից գծված Լուբյանկայի նկուղում գծված սցենարը արկախելու համար, զենքերով զինված չեմ, բոլոր զինված քաղաքացիներին օրդորում եմ զենքերը տալ պետությանը, ներքին գործերի նախարարությանը, վաղաշաբաթ խոշորացված համայնքի վրա ուշադրություն սևեռելով զենք, զինամթերք, ապօրինի զենք, զինամթերք, հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը, որ գերկենտրոնացված լինի այդ շրջանը, քաղաքացու այդ ձևակերպումը փորձենք այդ համատեքստում եւս դիտարկել։ Եվ միայն շնորհակալություն կարող եմ հայտնել ու վստահաբար կարող եմ ասել, որ մեր այն քաղաքացիները, ովքեր իրենց վստահության կվեն տալու են ինձ, ես այս ամեն ինչի մեջ դրել եմ անուն, որը իմ համար ամենաթանկն է եղել այս կյանքում եւ շարունակում ամենալ, դրանից թանկ բան չկա եւ ես չեմ պատրաստվում իմ անունը գետնով տալ եւ որևէ մի քաղաքացի չի փոշմանելու դրա համար, ես դա խոստանում եմ։ Շնորհակալ ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ, հարգելի հեռուստադիտող։ Ես ուսում եմ պարոն Մկրտչյանի։ Այո։ Ասում եմ, որ Գյումրու քաղաքապետը ձգտում է Ռուսաստան, մատաղանի Ռուսաստանին, բայց վարչապետը ավելի շատ է ձգտում Ռուսաստանին, եթե չձգտեր, հարկից դուրս կգար, ԵԱՏՄ-ից դուրս կգար, ինքը հպարտանում է, որ բոլոր ղեկավարից ամենաշատը ինքն է հանդիպում Պուտինի հետ։ Երբ փոխանակ այդ կազմակերպություններից դուրս գար, հələ մի բան է Շանհայի կազմակերպությունը ամուսնում ավելի ամրապնդելով իր կապը Պուտինի հետ։ Եվ այսպես խելքապատար ուզում է, որ Թուրքիայի հետ հաղորդակցությունը, Թուրքիայի հետ բարեկամանա, շնորհմանալով, որ Թուրքիայի պլանը ծրագիրը Հայաստանի ոչնչացումն է։ Մի ռոստորեն գնում եք դեպի Թուրքիա, թե Ռուսաստան, թե երկուսը միասին։ Շատ լավ, շնորհ։ Գյումրու քաղաքապետը գնում է դեպի Ռուսաստան, Ռուսաստանի սապոգիտակ, դուք տանում եք համ Թուրքիայի յաթաղանի տակ, համ էլ Ռուսաստան սապոգի տակ, այդպես է դեպի։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք, հարգելի հեռուստադիտող, պարոն Մկրտչյան, իրականում ես էլ էի ուզում հարց տալ, բայց գուցե միամիտ թվար, բայց հասկանում եմ հեռուստադիտողի հարցը։ Խոսքն այն մասին է, որ Վարդան Ղուկասյանը կարող է խոսել, դրանից ըստ էության կարող է ոչինչ չփոխվել, եւ Նիկոլ Փաշինյանը իրականության մեջ գործողություններով է մնում Ռուսաստանի հետ։ Հեռուստադիտողի հետ իմ հարցը գրեթե նույնական է։
գրեթե շատ լավ բառ էր։ Ես չի ասի, որ նույնական է, ես հեռուստադիտողին շատ ուղիղ կպատասխանեմ։ Վարդան Ղուկասյանն ու Վարդան Ղուկասյանը նմանները Հայաստանի Հանրապետությունում եթե կան այդպիսի մարդիկ, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը եւ սուվերենությունը կասկածի տակ են դնում, մեր անկախական իրական հայրենակիցների ոտերը կերել են իրանք։ Կարճ, կոնկրետ, համառոտ։ Անկախությունը սակարկման առարկա չի։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի թե Թուրքիայի, գիտեք, Կիրենկոյի, Լուբյանկայի այդ FSB-ի նկուղներում գրված, այս Յան ազգանուն կրող մի խումբ դաշնակների կողմից մեզ հրամցրված օրակարգը չփորձեք փաթաթել այս ժողովրդի պարանոցին։ Չփորձեք փաթաթել այս ժողովրդի պարանոցին։ Դեպի Ռուսաստան նշանակում է կներեք էլի դեպի Ռուսաստան չէ Հայաստանի Հանրապետությունը։ Այդ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը չեք տենում, այդ մարդկանց սովամա անելը չէիք տենում, Հայաստանի Հանրապետության առաջ պայմանագրային պարտավորվածությունների չկատարումը չեք տենում։ Հիմա թրքացման ճանապարհը ընտրողը ով այ, եթե ոչ այդպես մտածողները, Վարդան Ղուկասյանները։ Թրքացման ամենակարճ ճանապարհը 3 ամենակարճ ճանապարհը գնալ են ճանապարհով, ինչ որ գնում են 300 տարի շարունակ։ Ռուսաստանի Դաշնության ոտերի տակ պարկած վասալի կարգավիճակում։ Այ թե ինչ են առաջարկում։ Իսկ ինչա օրինակ Նիկոլ Փաշինյանի շուրթերից երբևէ չեմ պաշտպանում Քավլիցի, որևէ մեկ հապկի մասով ամբողջությամբ քաղաքացու հետ համաձայն եմ։ Այո, պետքա հապկից էլ դուրս գալ։ Այո, պետքա ԵԱՏՄ-ի մասով էլ խորը մտածել։ Այո, պետքա տնտեսությունը դիվերսիֆիկացնել, որ դա ցավոտ չլինի հանրության համար։ Դա ես ամբողջությամբ կիսում եմ։ Բայց կներեք, դուք Նիկոլ Փաշինյանից որևէ մի անգամ լսել եք, որ հայտարարի եւ իր հայտարարություններով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու սուվերենությունը կասկածի տակ դնի։ Հետաքրքիր է քաղաքացին որտեղից է զանգում։ Կա տվյալ։ Հայաստանի Հանրապետության զանգ ենք մենք ստացել։ Եթե Հայաստանի Հանրապետությունից դուրս առաջինը պետքա գալ Հայաստանի Հանրապետություն, այստեղ ապրել, ծանրություններն ու զրկանքները կրել, սեփական ուսերի վրա դա տանել, սեփական երեխեքին բանակ ուղարկել։ Հասկանալ ինչ բանա քթի տակ պատերազմը, հասկանալ ինչ բանա շրջափակման մեջ ապրելը, ու հասկանալ թե ինչ անել, որ այս տարածաշրջանում քո հարատև պետականությունը պահպանես, պետականությունը հարատև պահպանես ավելի ճիշտ։ Ոչ թե դրսից նստած այսենց փրթել։ Դե կներեք էլի ներեգություն Հայաստանի Հանրապետությունում ես սա նախորդ իմ եթերների ժամանակ եմ ասել, հիմա եմ ասում, շարունակում եմ պնդել։ Հայաստանի Հանրապետության ապագան պետքա որոշեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Շատ լավ, բայց իսկ այդ ապագան պետքա լինի խաղաղ, պետքա լինի առանց պատերազմ, պետքա լինի բաց սահմաններով, այո, բաց սահմաններով։ Հայաստանը չունի այդքան ռեսուրս, որ եւս մի քանի տասնամյակ շրջափակման մեջ ապրի։ Ապրել ենք էլի։ Ինչի արդյունքում են այս քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից դուրս գնացել։ Այդ շրջափակման արդյունքում ցեղասպանությունը, ասում ենք, թուրքը իրականացրել է, անժխտելի է, որ այդ ոչրագործությունը, ցեղասպանությունն իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրության կողմից։ Բայց կներեք էլի, մենք պետք է ի վերջո մի օր մեր աշկերը բացենք, 90 թվականից մինչև այսօր նայենք ինչքան մարդ այս երկրից դուրս եկել, ներեգություն թքել ես հողուտ ջրի վրա ու գնացել, ինչ պատճառներով, հիմնականում սոցիալական եւ արդարության պակասի պատճառով է դա եղել։ Ի վերջո մենք պիտի հետ հայացք գցենք ու ինքներս մեզ պատասխանենք այդ սպիտակ ցեղասպանությունը, սպիտակ գենոցիդը, ինչի ենք մենք մեր նկատմամբ իրականացնում։ Թրքացման։ Կներեք, ռուսի տակ պարկած էր այս պետությունը, վերևն Աստված ներքևը Վլադիմիր Պուտին էին Ղարաբաղում տեսնում, բա ինչ արդյունք եղավ։ Եկեք մեկ զանգել պատասխանենք, պարոն Մկրտչյան, լսում ենք ձեզ, բարև ձեզ։
Բարև Տիկին Զախարյան, նախ ասեմ, որ հենց հիմա ABC-ի հետ կապը ընդհատված է արդեն 10 րոպե, միգուցե ձեր տեխնիկական թիմը մի բան անի դրա հետ կապված, վերջին 10 րոպեն փաստորեն չեմ լսել, բայց ամենախում ողջունում եմ ձեզ, պարոն Մկրտչյան, հեռավոր Գլենդելից, պարոն Մկրտչյան, ես լսեցի այսօր առաջ կեսը կամ ամբողջ ձեր խոսքը, ինձ մի րոպե թվում էր, թե ես խոսում եմ դուք խոսում եք որպես ԿՊ-ի անդամ։ Հիշեցնեմ հեռուստատեղերին, որ դուք Արամ Սարգսյանի կուսակցությունից եք Հանրապետություն, որին բոլորս հարգում ենք։ Մի Կուսակցության կողմից է առաջադրվել։ Ես ինքս կուսակցական չեմ, ամենայն հարգանքով։ Այո։ Դուք ինձ պատասխանեք Հանրապետություն կուսակցությունը, բայց դեպքում դուք անկախական եք եւ ընդդիմության մաս եք, ասեմ, որ մենք Սփյուռքում այդ արևմտամետներս շատերս խորը հերթափած ենք Հայաստանի արևմտյան դաշտից։ Ես չեմ ուզում այդ սազանդար բառը օգտագործել, բայց կա խոսույթ, որ արևմտամետները հիմնականում Փաշինյանի խոսափողն են դարել։ Սա ես երկու հարց ունեմ այս կապակցությամբ։ Առաջինը ձեր շանսերի եւ երկրորդը Էշմիածնի այդ եկեղեցու հետ կապված։ Ըստ հարցումների 49% բնակչության, դուք խոսում եք ռորտի իմաստության մասին, 49% ձգտում է Եվրոմիության, բայց ձեր կամ Հանրապետություն կուսակցությունը ընդամենը մի քանի տոկոս ունի։ Գյումրիում դուք ընդհանրապես չանցաք։ Սա առաջին հարցը, ինչով կբացատրեք այդ հակառակ այդ հակասությունը։ Միգուցե հնարավոր է, որ պատճառը այն է, որ դուք բավարար ձևով չեք դիմադրում իշխանություններին, օրինակ ցույցեր կազմակերպել հենց ձեր նշած հարցերով, ընդդեմ իշխանությունների հապկից դուրս գալ Եվրոմիության դիմել, միգուցե դա է պատճառը։ Եվ երկրորդը, օրինակ, ինչով կարող եք դուք ընդդիմանալ իշխանություններին։ Վաղ շաբաթում շատերի համար կարևոր է եկեղեցու հարցը։ Այն ինչ անում էր Փաշինյանը, արևմուտքում խորը դատապարտության կասանանար այդ կուսակրոնությունը, դոմփելը եւ այլն, եւ խառնվել է եկեղեցու գործերին։ Արդյոք դուք որպես արևմտամետ, բայց դրանք արևմտյան արժեքներ են, ընդդիմացել եք կամ քննադատել եք իշխանությունների այդ գործելակերպը, ձեր բակալելը մի բան է, ապացուցված փաստերի հիման վրա, բայց վարչապետի խորհրդությունը այլ բան է ընդունելի։ Դուք ընդդիմացել եք արդյոք կամ դուք քննադատել եք, թե ոչ։ Սա երկու հարց։ Արդյոք դուք իշխանությունների խոսափող եք կամ ինչով է ձեր տոկոսը։ Շնորհակալություն։ Եվ երկրորդը դուք քննադատել եք Փաշինյանի եկեղեցու դեմ ճնշումները, թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Վերջից կամ։ Եկեղեցու դեմ ով դուրս գա հայ առաքելական եկեղեցու դեմ ով կհամարձակվի դուրս գալ իմ անձնական թշնամին է։ Կտրիչ Ներսիսյանը բնավ եկեղեցին չէ։ Կտրիչ Ներսիսյանը մեզ նման մսից եւ արյունից մարդ է, ով խախտել է կուսակրոնության ուխտը ըստ շրջանառվող լուրերի, ով ունի զավակ եւ ըստ կանոնագիր կայոցի չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Բարդ բան եմ ասում։ Աստծո տունը վաճառակետ չի։ Կտրիչ Ներսիսյանը իբրև կաթողիկոսի գահը զավթած անձնավորություն բիզնես չի կարող ունենալ, ասեմ ավելի։ Հիմա ներողություն, ինչ կա չհասկանալու այս պարզ ճշմարտության մեջ։ Հայ առաքելական եկեղեցին իբրև ինստիտուտ պետական գործերի մեջ պիտի չխառնվի, դա սահմանադրությամբ է ամրագրված։ Եվ հակառակը։ Եվ հակառակը։ Ինչ իրավիճակ ունենք, որ այս պահին մի արքիեպիսկոպոս քաղաքացի Գևորգ Աճապահյանը գտնվում է կալանքի տակ, արդեն իսկ դատական վճռի համաձայն ճանաչվել է մեղավոր, ռազմական հեղաշրջման կոչեր անելու համար։ Մյուսը քաղաքացի Վազգեն Գալստանյանը, ով պարագլուխն է հանդիսանում այդ խմբավորման, իր խմբավորման հետ եւս կալանավորված է արդեն
ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու եւ իրականացնելու համար։ Էլի գանք Կտրիչ Ներսիսյանը իբրև հայ առաքելական եկեղեցու առաջնորդ եւ կաթողիկոսի գահազավտած անձնավորություն, կաթողիկոսի դիրքերից ինչ անում, թևերն ափռում Գևորգ Կաչապահյանի եւ Վազգեն Գալստանյանի վրա։ Վազգեն Գալստանյանը հիշեցնեմ այն ինքնասառեցված հոգեվորականն է, ով քաղաքականության մեջ էր մտել այս ընթացքում։ Կիրանցից քայլում էր դեպի Երևան, հայտարարելով, որ ոսկեպարի եկեղեցին հանձնվել է կամ պատրաստվում են հանձնել թշնամուն։ Ոսկեպարի եկեղեցին իր տեղում է, ոսկեպարի եկեղեցում մարդիկ շարունակում են մոմ վառել, այցելել, Կիրանցը շարունակում է ապրել։ Ում համար այս ամեն ինչն արվում։ Սա որ կենտրոնից է ի վերջո կառավարվում։ Բելորուսից, Մոսկվայից, Լուբյանկայից անմիջապես, որ կենտրոնից է սա կառավարվում եւ ինչի է մեր պետության դեմ սա իրականացվում, սա պարզ հարցեր է, որից պետք չի խուսափել ուղղակի, ու պետք չի, կրկնում եմ, Աստծո տունը բերել առաջին պլան, թիկունքում պահկվել ու հայտարարել մենք եկեղեցու պաշտպան ենք, եկեղեցու ամենամեծ պաշտպանն ու ամենամեծ հավատացյալը նա է, ով որ ձգտում է եկեղեցու անաղարտությանը։ Մեր ժամանակը սահմանափակ է, պարոն Մկրտչյան, երկրորդ հարցին էլ պատասխանեք, շանսերին եւ Գյումրիում Հանրապետություն կուսակցությունը չի մասնակցել իր տեխնացուով, անձամբ, Գյումրիում եղել է դաշինքը գրանցել է վատ արդյունքներ, դրանից արել ենք հետևություններ, շանսերը Սեչմիաստում կարծում եմ սրա մասին խոսելը վաղ է, սրա արդյունքները մենք կտեսնենք ընտրությունների օրը եւ դրան հաջորդող օրը կարծում եմ, հաշվարկից հետո այնտեղ բնորոշում եղավ Սազանդար, ներողություն, այդ ձեր Սազանդարներին ասում եմ, ձեր շրջապատում փնտրեք։ Նիկոլ Փաշինյանի կատարած քննադատելի գործողությունները քննադատում եմ ես բոլորից անողոք, բոլորից ավելի բիրտ, բոլորից ավելի կոպիտ։ Դա կարող են փաստել մեր հայրենակիցները։ Երբ որ լավ քայլ է իրականացնում, ես ինքնանպատակ որոշ դաշնակների նման չեմ հայոյում Նիկոլ Փաշինյանին։ Ես լավ աշխատանքը լավով եմ ներկայացնում, այն ինչ որ չի բավարարում, օրինակ հապկից դուրս գալ է, այդտեղ ես մեղադրում եմ, այդտեղ ես քննադատում եմ, այդտեղ ես պահանջում եմ, առիթն էլ եղել է, մարդիկ էլ տեսել են, ես այդ պահանջը հրապարակային եմ նաև իրեն ներկայացրել հարցի տեսքով։ Պարոն Մկրտչյան, ամփոփելով մեր հարցազրույցը, այնուամենայնիվ ես չեմ կարող այս հարցը չտալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այդ զեկույցը, որը 2 եւ ավելի տարի պատրաստվեց, կազմվեց եւ հանրությունը սպասում էր, որ պետք է հրապարակվի, այն ուղարկվելու է ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի արխիվ, որին հասանելիություն հանրային չի լինելու, պատգամավորներն էլ սահմանափակ թվով են կարողանալու այդ ամենին ծանոթանալ։ Հիմա սա զեկույց էր, որին մենք սպասում էինք որպես հանրություն եւ այո, գուցե դա օբյեկտիվ չլիներ կամ դրա օբյեկտիվությունը կասկածի տակ դրվեր, բայց այնուամենայնիվ մենք ուզում էինք լսել որոշակի հարցերի պատասխաններ։ Դուք սրա համար քննադատում եք իշխան, ինչ կարող եք ասել։ Իհարկե, սա խայտարակություն է իրականում, որովհետեւ նախ հազարներն անցնող զոհեր ենք ունեցել ի վերջո։ Պետք է այս մարդիկ հասարակությունը, մեր ժողովուրդը պետք է իմանա ինչի եղավ դա։ Այո։ Հաստավիզ գեներալներ մեղավորը ռետորական հարցեր եմ հնչեցնում, թող որևէ մեկ իր վրա չվերցնի։ Այո։ Հրամանատարներ մեղավորը Գերագույն գլխավոր հրամանատարներ մեղավոր, ով էր մեղավոր, լավ։ Մեղավորության չափաբաժինը ումը ինչքան էր։ Լավ, ինչի էս ամեն ինչն եղավ, չկարող ենք մենք կանխել։ Եթե կարող ենք ինչպես։ Ի վերջո քննություն է գնացել, այնտեղ զեկույց կա, այդտեղ ամեն ինչ արտացոլված է, ինչի հանրությանը չտեղեկացնել։ Նույն ճակատագրին արժանացավ իդեպ նաև քառորյա պատերազմի։ Հիմա սա ինչ ենթադրությունների տեղիք է տալիս։ Սա չի նշանակում, որ իշխանությունը կոնկրետ ունի խնդիր իր առջև։ Ես կարծում եմ իշխանությունը արտաքին քաղաքական ռիսկեր այսպես տեսնելով զուտ դրանով պայմանավորված։ Ինչ է նշանակում արտաքին քաղաքական ռիսկեր։
անվտանգային ռիսկեր պարունակող այդտեղ կետեր կան գուցե, որ Չէ, եթե Ռուսաստանի դերի հետ կապված պետք է մենք ինչ-որ բաներ իմանայինք, մենք Ռուսաստանի դերի հետ կապված կարծես թե չպարզաբանված հարցեր չունենք։ Արտահոսքեր եղավ, բայց դա բավարար չի։ Չգիտեմ, բեմականացված թե իրականում այդպիսի հակասություն եղավ Անդրանիկ Քոչարյանի եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։ Ամեն դեպքում դա էլ դուրեկան չէ։ Ես կարծում եմ, որ հանրությունը պետք է ծանոթանա այդ ամեն ինչին։ Հանրությունն ունի այդ իրավունքը ծանոթանալու։ Այն դաշնակ падգամավորները կգնան, կծանոթանան, չեն ծանոթանա։ Եվ ինչպես կներկայացնեն հետագայում, այո։ Ես թքած ունեմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ հատկապես զոհերի հարազատները պետք է այդ ամեն ինչին ծանոթանան։ Առաջին հերթին նրանք պետք է ծանոթանան։ Շնորհակալ եմ, ես տեսնում եմ, որ ունենք հեռախոսազանգեր, բայց քանի որ մեր եթերը սահմանափակ է, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալ ենք ակտիվության համար։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի քաղաքագետ, Հանրապետություն կուսակցության կողմից վաղ շաբաթ խոշորացված համայնքում քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով, մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը։